Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր դեկտեմբերի 6-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Իհարկե, թիվ 1 իրադարձությանը դա ուկրաինական պատերազմի կարգավորման անպայման կանրադառնանք, ուղղակի մի հարց ձեզ ներկայացնեմ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է. մենք բախվում ենք բազմաթիվ դժվարությունների Եվրասիայի տարածաշրջանում։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Ուկրաինայում, ինչպես նաև Գազայում։ Իսկ Սիրիայում գործընթացները սկսել են աստիճանաբար կայունանալ։ Դե ինչի տենց պետք է չհամարի, եթե Սիրիան անցել է Թուրքիայի ազդեցության տակ, որը ողջունել է եւ Եվրամիությունը եւ Միացյալ Նահանգները, որը մտահոգություն եմ հայտնել, որին ես պարբերաբար։ Քաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, այս է ուզում ձեզ ասեմ, համընկնում է Թուրքիայի շահերի հետ, նշել է Ֆիդանը։ Այո, երբ որ Թուրքիայի շահերը համընկնում է Թրամփի քաղաքականության հետ, իսկ Թրամփը տեսնում է այս տարածաշրջանում Թուրքիայի միջոցով հարցերը լուծելը, դա իհարկե մտահոգիչ է։ Ինքը շատ մեծ գոհունակությամբ էր խոսում, թե ինչպես Սիրիան գրավեց Թուրքիան, եւ նաև պարբերաբար խոսում են, որ Թուրքիայի միջոցով են իրենք պատկերացնում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, անգամ զանգում են Թուրքիայից են իմանում, ինչ պետք է արվի ինֆորմացիա ստանամ։ Թուրքիայի դերակատարությունը մեծացնելը, այո, բխում է Ամերիկայի շահերից, Թուրքիայի համար էլ Թրամփի քաղաքականությունն է բխում իր շահերից, մեր իշխանության շահերից էլ է բխում Թուրքիայի հետ համահունչ քաղաքականություն տանել, բայց չեմ կարծում, որ մեր հասարակության շահերից է բխում կամ մեր պետության շահերից Թուրքիայի դերը, որ այդքան կարևորվի, որտեղ մենք Ամերիկայի հետ ուղիղ չենք աշխատում, պետք չի խաբվել նկարվելու, սիրալիր խոսքեր փոխանակելու, մենք ուղիղ չենք աշխատում։ Նույնիսկ եթե տնտեսական ծրագիր անենք, միևնույնն է ուղիղ չենք աշխատում։ Իսկ մինչև մենք մտածենք ոնց Թրամփի հետ կարգավորենք, կգա արդեն մեկ ուրիշը։ Իսկ մենք արդեն չենք էլ իմանա, թե այդ մեկ ուրիշի հետ ոնց պետք է մեզ պահենք, որտեվ չի ստացվում իրական ճիշտ քայլեր անել։ Իսկ հիմա նայենք, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարակը հայտարարել է. Թուրքիայի հետ հարաբերությունները կարևորագույն դեր են խաղում Ադրբեջանի եւ Հայաստանի համար։ Բաքվի եւ Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կհայտնվի, նշել է Բարակը։ Այսինքն, նույնիսկ ստորագրելուց հետո, եթե Ադրբեջանը գոհ է, դեռ հույս է հայտնվելու, որ սահմանը կբացվի, բայց չմոռանանք, որ սա այն Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որի հովանու ներքո նախաստորագրվել են փաստաթղթերը։ Այսինքն անգամ համարում են նույնիսկ ստորագրելը բավարար չի, որ սահմանը բացվի, ընդամենը հույս են հայտնում, բայց դա չի մենակ հարցը։ Ամերիկան, որ դրա հովանավորն էր, Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչը նշում է, չէ, որ ստորագրվի, այսպես կլինի։ Այսինքն իրանք հստակ տարբերում են նախաստորագրելը ստորագրելուց, որ մեզ միշտ ասում են, դե նա նախաստորագրել ենք, խաղաղությունը բերել ենք։ Պարբերաբար Ադրբեջանից էլ են ասում, խաղաղություն կլինի, երբ որ ստորագրվի։ Չնայած չենք էլ հավատում, որ խաղաղություն լիք ստորագրվի, բայց մերոնք ասում են, վերջ, խաղաղությունն եկել է։ Ամերիկայի ներկայացուցիչը տարբերությունը հստակ դնում է նախաստորագրվելու եւ ստորագրվելու։ Այսինքն չենք կարող մենք որևէ մեկին խաբել։ Այ երբ որ կստորագրեք Ադրբեջանը գոհ կլի, Թուրքիան գոհ կլի, կարող է ճանապարհը բացվի։ Հիմա դե դուք դա համեմատեք վերևի կարդացած նյութի հետ, Ֆիդանի ասած, որ իրանց քաղաքականությունը համընկնում է Միացյալ Նահանգների Թրամփի վարած քաղաքականության հետ։ Իսկ հիմա ուկրաինական պատերազմի հետ կապված Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է. Իհարկե մեզ համար անընդունելի է պարզապես տարածք տալը, ինչ է դա նշանակում, ընդհանրապես հանձնել մեր հողը, դրա համար մենք մեր տարածքը չենք տալիս։ Ուկրաինայի համար արդար խաղաղություն նշանակում է խաղաղություն առանց նախապայմանների, ինչպես նաև տարածքային հանձնման բացակայություն եւ հրադադարը ներկայիս առաջնագծի երկայնքով եզրափակել է Սիրսկին։ Սա այն դեպքին է վերաբերվում, որ Ուկրաինան իր կարմիր գծերը նշել է, Տրամփը փորձում է ճնշում գործադրել նրանց վրա, բայց միևնույնն է, այդ հարցի հետ կապված
խնդիրը առաջանում, թե ինչքանով Ուկրաինան կհամաձայնվի դրան կամ Եվրոպան կհամաձայնվի։ Մենք իհարկե խոսենք նաև թե ինչ փուլում են գտնվում, ուղղակի ներկայացնեմ ԱՄՆ պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ ասվում է. 2 օրվա ընթացքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչներ Սթիվեն Ուիթքոֆը եւ Ջարեդ Քուշները հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի եւ գլխավոր շտաբի պետ գեներալ Անդրեյ Հնատովի հետ Ուկրաինայում կայուն եւ արդար խաղաղության հուսալի ուղին առաջ մղելու շուրջ կառուցողական քննարկումներ անցկացնելու համար։ Իհարկե հիմա փորձում են նաեւ ինչ որ Ռուսաստանում են պայմանավորվել կան քննարկել նաև Ուկրաինայի հետ եւ գտնեն տարբերակը, բայց մինչեւ այդ որ Ամերիկան փորձում ասենց հղկված ինչ որ ձևերով ներկայացնի որ բանակցություններ են գնում, Ռուսաստանից արդեն գաղտնազերծում են եւ ցույց են տալիս թե իրական պատճառը այս ամեն ինչի ինչն է։ Չնայած այնպես չի որ աշխարհը մի մարդ կա որ չգիտի իրական պատճառը, բայց ռուսները դա հատուկ են անում, որ ժողովուրդ ջան, մենք բան ունենք պայմանավորված Տրամպի հետ, լուրջ հույսեր չունենաք, մենք բիզնես ունենք պայմանավորված, ինչի մասին է խոսքը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի փեսա եւ Affinity Partners-ի հիմնադիր Ջարեդ Քուշները կարող է դառնալ առանցքային դեմքերից մեկը Ուկրաինայի հակամարտության կարգավորման Վաշինգտոնի առաջարկած ծրագրի մշակման գործում։ Տրամպի փեսեն բիզնեսմենը առանցքային դերակատարություն պետք է ունենա ուկրաինական պատերազմի կարգավորման գործում։ Այդ ինչից ելնելով շարունակությունն էլ ասում։ Ես անձամբ կարծում եմ, որ եթե շարունակվի թղթի վրա կազմվել կարգավորման հանգեցնող որևէ ծրագիր, այն թելադրելու է պարոն Քուշները, թելադրելու է, ասել է Ուշակովը, հիմա հասկացանք ժողովուրդ ջան ինչա կատարում։ Այն ինչ որ անընդունելի է, այն ինչ որ տեղի է ունենում այսօր Տրամպի ադմինիստրացիան անում է։ Նախ Տրամպի ադմինիստրացիան դա էլ մի հատ հասկանանք։ Ներկայացնում է Դոնալդ Տրամպը, որ շատ զոհեր են ելնում եւ այլ եւ ինքը ցանկանում է պատերազմը կանգնեցնի։ Ոչ, Դոնալդ Տրամպը պատերազմը չի ցանկանում կանգնեցնի։ Դոնալդ Տրամպը իրան պետքա զինադադար, այդ ընթացքում լավ իմանալով, որ եթե արևմուտքը դժգոհ մնա, Եվրոպան դժգոհ մնաց, Ուկրաինան դժգոհ մնաց, այդ պատերազմը Իրանից հետո պայթելու է, կամ երբ որ իր լիազորությունները պակասի, պայթելու է, այդն է փորձելու է տեր կանգնի, որպեսզի խայտառակ չի գոնե մինչև պաշտոնավարման ավարտը աշխատի։ Այսինքն ինքը 2024 թվականին այդ պատերազմը կավարտվեր, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախընտրական փուլում Դոնալդ Տրամպը մեղադրելով դեմոկրատներին, որ այնքան զգուշավոր է եկու վախվորած, որի պատճառով Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Այ ես կգամ, տեսեք ոնց եմ ագրեսորին պատժում։ Ու այդ ժամանակ քանի որ հանգամանքների բերումով էր Քամալա Հարիսը դարձել նախագահի տեխնացու, որտեղ ի սկզբանե ինքը չէր առաջադրվել, Ջո Բայդենն էր առաջադրվել, եւ ինքը այդ ժամանակ պետք է ասեր այո, ես թիմի կողմից առաջադրված եմ, բայց որ ես էլ եկա, շատ ավելի ռադիկալ քայլեր եմ անելու, որովհետեւ այս պատերազմը պետքա կանգնեցնել եւ մրցավազքը պետքա գնալ ով էր ագրեսորին պատժելու։ Եթե Ռուսաստանը իմանար, որ ով էլ գա իրան պատժելու է, անիմաստ էր այդ պատերազմը շարունակել, որովհետև պատերազմի շարունակելը քաղաքական որոշում է։ Բայց երբ որ հույս ունեցա, որ Տրամպը գա օգնելու է իրան, դե բնական բան է ինչ արեց Ռուսաստանը, ակտիվ ձևով մոբիլիզացրեց, ուղարկեց, որպեսի տարածք վերցնի, որտեղ Տրամպն ասեց, ինչքան վերցնես, դրա հետ ենք մենք բանակցելու, այսինքն այդ վերցրած դիրքից ենք բանակցելու, այսինքն Տրամպը ասեց տար ու ժողովրդին կոտորի մենակ առաջ գնա, ինչքան շատ կոտորես, քանի կիլոմետր առաջ գնաս, բանակցություն վարելու ենք այդ գծից, էլ մի նայի մարզված են, մարզված չեն, կոտորելու համար մարզվածը որն է, տա լցրու թնդանոթի բերա, և Ռուսաստանը տենց էլ արեց, դուք մի հատ տեսեք զոհերի քանակը պատերազմի եւ նայեք այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը հասկացավ, եթե առաջ գնա, դա բանակցային թեմա է դառնալու եւ պաշտպանելու է իրան Տրամպը։ Բոնուս է տալու, ասել է տես Ռուսաստանն առաջ է եկել։ Եվ որ առաջ է եկել, պետք է իր վերցրածը թողենք իրան։ Բայց այդպես է, բա ինքն է վերցրել, ինքը շահեկան դիրքից է բանակցում։ Ով տարավ այդքան մարդու կոտորեց։
Հստակ հանձնարարություն տվեց Պուտին կոտորի առաջ գնա։ Հիմա ինքը ասում է կոտորվում են, ես էլ ուզում եմ պատերազմը դադարեցնեմ։ Ոչ, եթե ուզենայիր պատերազմը դադարեցնել, նախընտրական ժամանակ այդ մասին կասեիր։ Հիմա երբ որ մտածում ես պատերազմը, եթե խաղաղություն լինի, Պուտինը չի վերանա, Պուտինը կմնա, դու որպես բիզնեսմեն Պուտինի հետ կաշխատես։ Եթե խաղաղություն չլինի, ագրեսորին պատժես Ռուսաստանին, Պուտինը կփոխվի, որի պարագայում Ամերիկան Ռուսաստանի հետ կաշխատի նոր իշխանության, բայց Տրամպի հետ բիզնես չեն անի։ Դու Տրամփ քո բիզնեսի համար ես ուզում Պուտինը մնա, որովհետև գործընկերը Պուտինն է, բայց այս իրավիճակից հետո ամենամեծ մեղավորը համարելու են Տրամպին։ Որտեղ նախ պետք է ասեն դու ամեն ինչ արեցիր, որ պատերազմը շարունակվի, ագրեսորին բոնուս տվեցիր, եւ երկրորդ այսքան խնդրեմը բերեցիր մեր գլխին, որովհետեւ Ռուսաստանը ամենաագրեսիվ ձևով սկսեց ռազմական ծախսերն ավելացնել։ Պետությունը դնել ռազմական ռեսուրսերի վրա, մոբիլիզացիան տանել կոտորել մարդկանց, առաջ գնալ, ամեն ինչ անել, ոչ մի բանի առաջ կանգ չառնել, որովհետև հույսով էր, որ իրան հաղթանակ են գրանցելու։ Այսինքն Տրամպը իրան օգնելու է, որից հետո, երբ որ այդ ամբողջ խնդիրներից հետո տեսնեն, որ այնուամենիվ պատերազմը չդադարեց, հետաձգվեց, որի պարագայում կյանքը ցույց տվեց պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան, հարվածների տակ գտնվող Ուկրաինան ավելի ժամանակակից տեխնոլոգիայի հարց լուծեց եւ շատ արդյունավետ Ռուսաստանին հարված է հասցնում, Ռուսաստանը ոչ արդյունավետ հարված է կարողանում հասցնի, ոչ էլ արդյունավետ կարողանում է պաշտպանվի Ուկրաինայի դրոններից ու հրթիռներից։ Այսինքն դա նշանակում է որով ասել, որ ժամանակը Ռուսաստանի օգտին ալնելու։ Այդ պատերազմը ուշացավ, Եվրոպան դժգոհ մնաց, Ուկրաինան դժգոհ մնաց, ժամանակը աշխատելու է ի վնաս Ռուսաստանի։ Եվ այդ դեպքում արդեն նեղանալու են Տրամպից։ Տրամպը հիմա ասում է ես չէի կռիվեր, ես եկա խաղաղություն բերեցի, հենց ես ոտս քաշեցի, էլի կռիվ սկսվեց։ Տեսակ որ խաղաղությունը ես էի բերել, բայց դա ում է հետաքրքրում այդ ասածը։ Ի վերջո մի բան պետք է հասկանալ։ Տարվա վերջա, դեկտեմբերին ամիսն է, ցանկացած մարդով մի քիչ փոքր պատկերացում ունի տնտեսագիտությունից, միջին վիճակագրական տնտեսագետը կարող է ասի, որ ֆինանսական տարին ավարտվում է եւ Ռուսաստանի համար կատաստրոֆիկ խնդիրներ կան։ Թե տեղական բյուջեն ինչ անելու մարդկանց փողերը տարվա վերջա, հազարոմի վճարումներ կա 13-րդ աշխատավարձ ու չգիտես ինչեր, դեմը նոր տարի է, թե հազարոմի ծախսեր կա որ ֆեդերալ բյուջեից պետք է տան տեղերին, որ նրանք կարողանան այդ հարցերը լուծեն, բավական լուրջ գումարներ կան, թե կազմակերպությունների հետ կապված պարտավորություններ կան, որ ֆինանսական տարվա ավարտի հետ պետք է հասցնեն այդ փողերը տան, որ այդ մարդիկ ձևակերպումներ անեն, այդ փողը չկորի, հետո հետ չգնա բյուջե, հսկայական մեծ խնդրեմա կուտակված Ռուսաստանի վրա։ Հիմա ինչ է պետք Տրամպին ասել։ Ժողովուրդ պատերազմը ավարտվելու է, Պուտինն էլ ասում է հանգիստ եղեք, ես էժանով մենակ Չինաստանին չեմ վաճառել Ռուսաստանը, նաև Հնդկաստանին, տեսեք, հա, Հնդկաստանն էլ էժանով մտնելու է Ռուսաստանը վերցնի, հանգիստ եղեք, այնց որ փող կլինի, եւ Տրամպն ասում է իմացեք, չեմ թողելու Եվրոպան փողերը սարցնի, պետք է տանք Ռուսաստանին, Պուտինն ասում է ժողովուրդ հանգստացեք, եթե հիմա նույնիսկ խնդրեմ ունենք, տեսեք Մեզ կփրկի Տրամպը, այդ փողերը տալու է, գալու է մեզ այդ բիզնեսը անելու։ Երեք ասում էր արդեն Ամերիկայի բիզնեսմենները գալու են ներդրումներ են անելու։ Հասկացեք Ժորժ ջան, փրկված ենք, մի բողոքեք, որ երկիրը ներսից չպայթի։ Այդ բոլոր քայլերը, որ հիմա ասենց համառորեն Դոնալդ Տրամպը քայլ առ քայլ հիմա նայեք, այդ բոլորն արվում է մի բանի համար՝ փրկել Պուտինին։ Դեկտեմբերը Պուտինի համար կատաստրոֆիկ վատ վիճակ է։ Եթե որևէ մեկը ընդհանրապես բյուջեից պատկերացում ունի կամ պատկերացում ունի թե Ռուսաստանում ինչա կատարվում։ Այս կատաստրոֆայի համար արդեն Պուտինին իր ստերը չի հերիքում։ Իրան ասում է, բերեք Տրամպի ստերը գումարեմ, ինչ չեք հավատում, Տրամպին էլ չեք հավատում, այդ ձեր տունը շինվի։ Այդ մարդը ասում է, որ այդ փողերը տալու ենք, հանգիստ եղեք, Ժողովուրդ ջան, բիզնեսմենները գալու են, հանգիստ եղեք։ Մեր հետ աշխատելու են, ամեն ինչ անելու են։ Էսա այս ուկրաինական պատերազմը վերջացնում ենք ու հրաշալի ապրելու ենք։ Ի պատերազմը որ չկար, բան չի հրաշալի չէիք ապրում։ Ինչ էր պատահել։ Բայց հետո պետք է արդյունքում հասկանան, թե ամենամեծ վատությունը Ռուսաստանին արեց Տրամպը։ Արեց նրանով, որ հույս տվեց, ասեց կռվի։
քու բյուջեի հերն էլ անեցի, քու տնտեսության հերն էլ անեցի, ռազմական ծախսերն ավելացրու, մարդկանց տար սպանի, հիմա տանում է մարդկանց սպանում է, չի կարող անգամ այդ միանավակ փողը տա, չի կարողանում գումարները կրճատացնել չի կարողանում տա։ Այդ մարդկանց էլ որտեղից հավաքի տանի կոտորի։ Հիմա Տրամպն էլ ասում է մր դեմիք չել կոտորի, որ կարողանամ բանակցեմ, չէ որ ինքն մինչև երեք ասում էր, որ այո դե զգուշացրել է, որ եթե հիմա չստորագրենք, ինչքան ուշանա, այնքան Ռուսաստանն առաջ է գալու։ Այսինքն Ռուսաստանն առաջ է գալու, բայց քո հատուկ ծառայությունները չեն ասել Ռուսաստանը ինչ գնով է առաջ գալիս, ինչ վիճակում է իր տնտեսությունը։ Հունվարի 1-ից որ հարկերա բարձրացնում, որ չգիտես ինչեր է անում, այդ չես լսել։ Որ կենսաթոշակային տարիքա 10 տարով բարձրացնում, երևի չի իմացվե։ Բայց մի կիլոմետր առաջ գալը գիտեք։ Այս ուղղակի ուզում եմ ասեմ, որ իմանանք, որ այս ամեն ինչի խնդրը թվում է թե այդ ամեն ինչը ծառայելու է բիզնեսին, բայց այդ բիզնեսն էլ հետո չի ստացվելու, որովհետև եթե այն իրավիճակով Տրամպի լիազորությունը պակասելու մանավանդ եկող տարի կարող է արդեն ինքը խնդիր ունենա, որովհետև բավական ցածր էր դեմոկրատների հեղինակությունը։ Դեմոկրատները շատ պետք է չարչարվեին իրանց հեղինակությունը բարձրացնեին, բայց նենց ոնց որ իրանց հեղինակությունը բարձրացրեց Դոնալդ Տրամպը իր սխալներով, այդտենց դեմոկրատները չէին կարա։ Այդ ինչ պետք է անեին, որ կարողանային բարձրացնեին։ Եվ տեղական ընտրություններն էլ ցույց տվեց մանավանդ ամենաառանցքային ընտրություն, ոնց որ Նյու Յորքի ընտրությունն էր։ Այսինքն դա արդեն ցույց է տալիս, որ Տրամպը խնդիրներ ունի, շատ լուրջ խնդիրներ ունի։ Այսինքն իր տված երաշխիքները Պուտինին ոչինչ չի լնելու։ Բիզնեսմեն փեսու միջոցով խաղեր տալը ոչինչ չի լնելու։ Հուսանք, որ կհասցնի այնուամենայնիվ վերադառնա իրական հուն։ Հիմա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Եվրահանձնաժողովի կողմից X-ին, այսինքն Իլոն Մասկի սեփականության հանդիսացող X սոցիալական ցանցին 120 միլիոն եվրո, մոտ 140 միլիոն դոլար տուգանելու որոշումը անվանել է հարձակում ամերիկացիների եւ ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա։ Այս ինչ ճոռոմ բաներ եք խոսում։ Եվրահանձնաժողովը X-ին տուգանել էր ԵՄ թվային կանոնները խախտելու համար, ինչպես Բրյուսելում կայացած ճեպազորույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենեն։ X-ը խախտել է թափանցիկության չափանիշները։ X-ը խախտելա, նրանք էլ ասել են սենց է։ Այդ Ամերիկայի պետքարտուղարը, այդ ինչ եք տենց մտել այդ բիզնեսմենի հետ կապված շահերը համարում Ամերիկայի տեխնոլոգիական ընկերություն, հարված հարձակում ամերիկացիների։ Սա ինչ ձև է, էլի։ Ինչ որ բան ունեն պարզել, то դատական կարգով պարզեն կամ ինչ որ բան անեն։ Որտեղ դուք ընեց մարդու եք հովանավոր կանգնում, որը ընդհանրապես թքած ուներ Ամերիկայի Միացյալ Նահանգների դատական համակարգի վրա, մյուս տեղերի վրա, այս պետք է սենց լինի նախագահի ինչ ասեց, պետք է լինի, то դրանք ով են, այս մյուսը, դուք չեք նայել ինչ էր կատարվում, մինչև ստեղը հասավ Տրամպը հասկացավ, որ արդեն իրան էլ բանի տեղ չի դնում, համարում է որ առել է այդ աթոռը, դրել է իր տակը։ Իսկ հիմա ինքը արդեն իր դեմ կատարածի հետ կապված արդեն բացատրում է, բա Մարկո Ռուբիոն ամոթ չի, որ ինքը պաշտպանի մեկին, որ ինքը ասես լկտի ապահում։ X սոցիալական ցանցում ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը գրել է այդ նույն տուգանվող X-ում։ Եվրամիությունը պետքա լուծարվի։ Առանձին երկրների պետք է վերադարձվի ինքնիշխանությունը, որպեսզի կառավարությունները կարողանան ավելի լավ ներկայացնել իրենց ժողովրդին։ Տղա ջան, քեզ ինչ Եվրամիությունը պետք է լուծա։ Դու ես ստեղծել, ինչ էիր անում։ Դու Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում խոզապահ, որ Եվրամիությունը կար։ Ում տեղն ես քեզ դրել։ Ենթադրենք բախտդ խելքիցդ առաջ հանգե, ով չի հասկանում, որ դու ուղեղ չունես, կարող է ուղեղը զարգացած է տեխնոլոգիայի մեջ, զբաղվի տեխնոլոգիայով։ Ով ես դու, որ դու որոշես Եվրամիությունը պետք է լուծարվի, թե չէ, ինքնիշխանության հարց լուծի։ Ամերիկայի անունից ես ասում, քո անունից ես ասում, բիզնեսմեն ում անունից ես դա ասում։ Բա ոնց որ թե Դոնալդ Տրամպը Եվրամիությունն ուզում է առանցքային դերակատարություն տա ուժեղացնի։ Մի հատ իրար հետ կողմնորոշվեք, հա, Եվրամիության հետ կապված ինչ եք անում։
Իսկ հիմա Աֆղանստանի եւ Պակիստանի պաշտոնյաները հայտնել են, որ հակամարտող կողմերը ուրբաթ ուշ երեկոյան ինտենսիվ կրակոցներ են արձակել միմյանց սահմանի երկայնքով։ Այս շաբաթվա սկզբին խաղաղության բանակցությունների ձախողումից հետո առաջացած լարվածության աճի ֆոնին։ Մենակ ախպեր չասեն էլի Տրամփի ականջնագնի, որովհետև ինքը հաշվեց, երեք ասում էր, որ այս պատերազմը ինքը ավարտել է։ Լրիվ այս պատերազմը ավարտել է, հարցերը լուծել է։ Հիմա կրակում են իրար վրա, փոխադարձ մեղադրանքներով պաշտոնական հայտարարություն են անում, Աֆղանստանի կառավարությունն էլ, Պակիստանի կառավարությունն էլ իրար մեղադրում են, սա հանգեցնելու է պատերազմի, ուղղակի դեհմի ոնց ասեն, որ այդ մարդու տրամադրությունը չընկնի։ Ախր ինքը այս պատերազմը ավարտել էր, չէ՞ Դոնալդ Տրամփը։ Այս ուղղակի նրա համար, որ նրանք ովքեր շատ լուրջ են վերաբերվում այդ հայտարարություններին, ուղղակի իմանան։ Իսկ հիմա այն հարցին, քանի որ մի քիչ զարգացում եղավ, դրան էլ անդրադառնանք, որ Սպիտակ տունը հրապարակել է ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության թարմացված տարբերակը, որում ընդգրկվում է, որ Եվրոպայում Ռուսաստանի հետ կայուն հարաբերությունների վերականգնումը կլինի արտաքին քաղաքականության գերակա առաջնահերթություն։ Երեք սրա արդեն հրապարակել էին, բայց այսօր անդրադառնանք, որովհետև սրա հետ կապված ինչ կա։ Փաստաթղթի հիմնական դրույթներն են Եվրոպայում կայունության պայմանների վերականգնում եւ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունություն։ Սա Ամերիկայի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է, հարցածագում։ Եթե Եվրոպան իր հարևանի հետ պետք է հարաբերությունը վերականգնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպացիք բարեկիրթ ժողովուրդ են։ Շատ քաղաքավարի կուլտուրական, բայց մեր շուրջ են գա ասեն Ամերիկա, բա դու էլ մեր ընչին ես կներեք արտահայտությանս համար։ Եթե մենք պետք է մեր հարևանի հետ մեր հարաբերությունները լավացնենք, դե դու էլ օվկիանոսի ցենքում գնաս զբաղվի քո գործերով։ Եվրոպայի անվտանգության երաշխավոր ես եղել։ Հիմա եկել ասում ես ժողովուրդ ջան, Ռուսաստանի, եթե Ռուսաստանի հետ պետք է իրանք լավ լինեն, բա դու ով ես։ Հենա լավ կլնեն կամ վատ կլնեն, քեզ ինչ։ Չէ, դու ասում ես ես ձեզ չեմ օգնելու, բայց ես ձեզ ասում եմ, թե դուք ինչ պետք է անեք։ Եթե չես օգնելու, գնա քո գործերով զբաղվի։ Եվրոպան ամեն դեպքում համարում է, որ իրանք են Ամերիկան ստեղծել, ոչ թե հակառակը։ Եվ հպարտեն, որ իրանք ստեղծել են մի երկիր, որը դարձել է աշխարհի ամենահզոր երկիրը, բայց նրանք չեն մոռացել, որ դա իրանք ստեղծած երկիրն է։ Եվ եթե իրանք համարում են, որ իրանք զավակը հզորացել է, ու իրանք զավակն արդեն ասում է, դե գիտեք, ինչ գնացեք ձեր հարցերը լուծեք, լա մի հատ էլ կասեմ Ռուսաստանի հետ ոնց վարվեք։ Բայց մի հատ չասեն ընկեր ջան։ Այդ Ամերիկան մեր ստեղծածն է, ձեզ համեստ պահեք էլի։ Ու մենակ Կոլումբոսը չի էլի, որ ասենք, հա դե Կոլումբոսը գնաց 1492 թվականին։ Բայերիկ շիկահերի տղեն։ Էրիքսոնը։ Բանալ գնաց, չէ։ Լեյվ Էրիքսոնը, որ գնաց 1000 թվին, Կոլումբոսից համարյա 500 տարի առաջ։ Էդ էլ ի վերջո նորվեգական ծագում ուներ, չնայած Իսլանդիայում էին ապրում, Նորվեգիայից դուրս էին արել։ Էրիկ Շիկայերը գնաց Գրենլանդիան հայտնագործեց, տղեն էլ գնաց հյուսային Ամերիկա հյուսային մասերը հայտնագործեց։ Կարող եմ մոռացել եք, թե արձանն էլ դրած է Մինեսոտայում Կապիտոլիումի շենքի դեմը։ Մեկ գնացեք, նայեք, իմացեք, էլի եվրոպացիներին այդպես անհարգալից խոսելու համար։ Ու եթե դու քո ֆունկցիան Եվրոպայի անվտանգության հետ կապված չես տեսնում, ուրեմն ավելի լավ է քո գործերով զբաղվել։ Եթե Ամերիկա, որը Եվրոպայի հետ գործընկեր չի, Եվրոպայի հովանավոր չի, Ամերիկան իրանց համար Իսպանիա է։ Վերջ։ Գնացեք ձեր գործերով զբաղվեք։ Այդ է մեռակ բացատրելով, որ չի կարելի Եվրոպայից ձեռք քաշել։ Ամերիկայի կարգավիճակը կտրուկ կընկնի։ Եվրոպային հնարավորություն տալ կանգնել սեփական ոտքերի վրա եւ գործել որպես միավորված ինքնիշխան պետությունների խումբ, այդ թվում ստանձնելով սեփական պաշտպանության համար առաջնային պատասխանատվություն, առանց որևէ հակառակորդ ուժի գերիշխանության։ Եթե Եվրոպան իր պաշտպանության հարցը պետք է լուծի, Ռուսաստանի հետ էլ իր հարաբերությունները պետք է պարզի։ Վերջ, դու քո հարցերով զբաղվի։ Եվրոպան իր բնակչության թիվն ավելի շատ է, ավելի մեծ շուկա ունի, ավելի կոմպակտ հարմար դիրք ունի։
Եվ շատ հանգիստ կարա աշխատի Հնդկաստանի հետ էլ, Չինաստանի հետ էլ, բոլոր նրանց հետ շատ ավելի մեծ հնարավորություններով, եթե ինքը պարտավորված չի միասնական քաղաքականություն տանի Ամերիկայի հետ միասին։ Եվրոպական երկրների ներսում Եվրոպայի ներկայիս հետագծի նկատմամբ դիմադրության զարգացում, եվրոպական շուկաների բացում ամերիկյան ապրանքների և ծառայությունների համար և ԱՄՆ աշխատողների և բիզնեսների նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովում։ Բայց ինչի՞։ Ինչի՞։ Գնա ու հետ ուզում ես աշխատի, ինչ ես ուզում, եթե դու Եվրոպայի նկատմամբ նման վերաբերմունք ունես։ Մարդիկ ասում են մեր անվտանգությունը վտանգված է, դու Ռուսաստանին ես օգնում, դու ասում ես գնացեք Ռուսաստանի հետ, յոլա գնացեք, ես իրանց հետ բիզնես անեմ։ Դե գնա Ռուսաստանի հետ բիզնես արա, Եվրոպայից ինչ ես ուզում։ Կենտրոնական, արևելյան, հարավային Եվրոպայի առողջ երկրների կառուցում առևտրային կապերի, զենքի, վաճառքի, քաղաքական համագործակցության, ինչպես նաև մշակութային և կրթական փոխանակումների միջոցով։ ՆԱՏՕ-ն չպետք է ընկալվի որպես անընդհատ ընդլայնվող դաշինք։ Էս է լավ, ՆԱՏՕ-ն էլ ընկալի, որ անընդհատ, չնայած դե երեք ասի Պուտինի զավեշտը, ասում են ՆԱՏՕ-ն դուք խոստացել եք չընդլայնեք մինչև արևելք։ Բայց հետո ասում ես Քլինտոնին ասի ուզում ենք մտնենք ՆԱՏՕ, բա որ Քլինտոնը համաձայնվեր։ Այդ արևելքը մինչև Կամչատկա ՆԱՏՕ էր ելնելու, որ Ռուսաստանը անդամ դառնար, մինչև Խաբարովսկ։ Արևելքում չի Կամչատկան, կարող է ես շփոթել եմ, ժողովուրդ ջան։ Այս խելքով եք քաղաքականություն վարում։ Խրախուսել Եվրոպային միջոցներ ձեռնարկել մերկանտիլիստական գերհզորության, տեխնոլոգիական գողության, կիբերլրտեսության և այլ թշնամական տնտեսության գործելակերպի դեմ պայքարելու համար։ Այս ամեն ինչը շատ լավ է հնչում, բայց հարցը ծագում, եթե դու փոխում ես քո արտաքին քաղաքական կուրսը եւ առանձնապես ցանկություն չունես Եվրոպայի մեջ ներքաշվելու, ուրեմն ցուցումներ մի տաում հետ ինչ անես, որովհետեւ խայտարակությունը շարունակում է, սրանով չի բրծե։ ՆԱՏՕ-ի ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը մեկնաբանելով ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը հայտարարել է. Միացյալ Նահանգները չի կարող միշտ լինել աշխարհի ոստիկանը։ Մենք չենք կարող լինել արագ տեղակայվող ուժ, որը շրջագայում է աշխարհով մեկ եւ միջամտում յուրաքանչյուր հակամարտության։ Մենք ուզում ենք, որ մեր դաշնակիցները զարգանան, որպեսզի մենք ստիպված չլինենք ինքնաթիռակիրներն ու մարտանավերն անընդհատ պարեկել ամբողջ աշխարհում, հավելել է դեսպան Ուիթեքերը։ Այսինքն վերաբերում ասա նրան, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասում է, ժողովուրդ ջան, եկել է մասեն, որին վրա ուժ չդնենք։ Նորից հիշեցնենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինքն է ստեղծել 49 թվականի ապրիլի 4-ին ՆԱՏՕ-ն հատուկ նրա համար, որ խորհրդային միությունը իր էքսպանսիոնիստական քաղաքականությունը չիրականացնի, դրա դեմը առնի Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ասել այո 12 հիմնադիր պետություններով ստեղծել են ՆԱՏՕ-ն, նպատակը Եվրոպայի անվտանգությունը։ Ու հատուկ ես ընդգծում եմ, որ ՆԱՏՕ-ն չի եղել համաշխարհային անվտանգության օջախ։ Դա եղել է հատուկ Եվրոպայի անվտանգությունը, որտեղ եթե այդպես չլիներ 49 թվականին ստեղծված ՆԱՏՕ-ն 51 թվականին անզյուս Ամերիկան չէր ստեղծի, Ամերիկա, Ավստրալիա, Նոր Զելանդիա ռազմական բլոկը, այն Ավստրալիայի, Նոր Զելանդիային կասեր մտեք ՆԱՏՕ, որ մինչև հիմա չեն մտել, որովհետև դա եվրոպական անվտանգության բաղկացուցիչ մաս չի, չնայած Ամերիկայի գործընկերներն են, չնայած եվրոպական անվտանգությանը հատկապես Ավստրալիան պարբերաբար մասնակցում է։ Այսինքն խոսքը վերաբերում է նրան, երբ որ Եվրոպան երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպական երկրները Ամերիկային ասին, դե բերեք մի հատ նոր աշխարհակարգը ֆիքսենք, բա 75 թվականի օգոստոսի 1-ին Հելսինկի եզրափակիչ ակտը 33 եվրոպական երկիր ստորագրեցին, Ամերիկա, Կանադա, Եվրոպայի անվտանգություն էր, չէ՞, կոչում համաշխարհային անվտանգություն չէր։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները երաշխավոր էր հանդես գալիս Եվրոպայի անվտանգության համար։ Էս սա ենք ասում։ Հիմա եթե դուք հրաժարվում եք դրանից, կանգնեք ասեք, ժողովուրդ ջան, մենք հրաժարվում ենք դրանից, այդ դեպքում էլ մարդիկ հարց են տալի, բա եթե դու չես ուզում միջազգային ոստիկան լինես, Իրանին ինչի՞ էր ռմբակոծում։
Ուզում ես Իսրայելի ոստիկան լնես, բայց դա չեն ասելու։ Եթե դու ուզում ես, որ չխառնվես ոչ մի պատերազմի, առավոտից իրիկու ինչ եք ասում, ստեղ պատերազմը կանխեցինք, ընդեղ կանխեցինք, ընդեղ խաղաղություն բերեցինք, դե զբաղվեք ձեր գործերով։ Կողմնորոշվեք, ի վերջո ինչ եք ասում։ Ու սա հարցը նա չէ, որ հիմա սա ասում են, Տրամպը ահագին վնաս է տալու Ամերիկային, ժողովուրդ ջան, գիտեք ինչի, շատ բաներ կա ավանդույթներով եկել է։ Ամերիկան ամեն ինչ չի, որ ասում են ամենաժողովրդավարական երկիր, բայց ամեն ինչի, չէ՞ որ այտենց հստակ կանոնակարգված է սահմանադրությամբ եւ օրենքներով։ Ի վերջո աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը առաջնային մանդատով չի ընտրում նախագահ։ Ոնց կարելի է, ինչ է նշանակում ընտրենք ընտրիչ, ընտրիչը ընտրի նախագահ։ Հա բայց մարդիկ ասում են դե լավ, ավանդույթով եկել է ընտրիչի ինստիտուտը, հատուկենտ կարող է ինչ-որ բաներ լինել, մեկը չգիտես ընկոմասներ կամ ընկոմ, բայց այդ ավանդույթը կա, չէ։ Ամերիկայի համար դա հասկացում է, որ ամենաժողովրդավարական երկիրը ֆորմալ առումով 538 հոգի մարդ ընտրում է Ամերիկայի նախագահ, միլիոնավոր մարդիկ գնում են ձայն են տալիս, բայց նախագահ չեն ընտրում։ Հա բայց դրա մեջ ավանդույթ կա։ Ու այդ ավանդույթը մինչև հիմա գալիս է, ոչ մի բանի չի խանգարում։ Դոնալդ Տրամպը, որ բիզնեսմեն մարդ է եկել է, Ամերիկայի ինչ ավանդույթ ուզում ալի, որտեղ մի սողանց կա տեսել, փորձել է դա օգտագործի, ինչքան աղբկա ջրերես է հանել։ Սա նա քննադատել, նա քննադատել, սա էս արավ, նա փողերը կերավ, նա էս արավ, էս դատավորն էս արավ, մյուս, այսինքն լրիվ հանելա ջրերես։ Հիմա եթե Իրանից հետո չգա մարդ, կապ չունի դեմոկրատ, հանրապետական, ու այդ բոլոր սխալները հաշվի, որ կարա մի մարդ գա Ամերիկայի նախագահ դառնա, ու միազնյա ձևով այդքան վնաս տա, Ժորժ ջան, լուրջ ձևով պետք է վերանայվի այդ ամեն ինչը, լրջագույն ձևով պետք է վերանայվի, որովհետև հիմա դուք հասկացաք, դեմոկրատներն իրանց սխալը հասկացան, որ իրանց վայրի լիբերալիզմով արդեն չափը անցել էին, ամերիկացիներին դա արդեն դուր չէր գալի, իրանք դա պետք է վերանայեն, հանրապետականները պետք է հասկանան, որ ի վերջո բիզնեսմենին այսուհետև չի կարելի թողել սպիտակ տան դարպասի, թեկուզ 100 մետր պետք է չափեն ու ասեն բիզնեսմեն 100 մետրից չմոտենաս, ոչ թե նախագահ, ոչ մի պաշտոն, որը եթե զուգահեռաբար բիզնեսի հետ առնչություն ունի, չի կարող այդ մարդը պետական պաշտոնյա լինի։ Ես շատ հարգանքով եմ վերաբերում բիզնեսմեններին, բայց եւ միևնույն ժամանակ ասում եմ, եթե այդ մարդը իր օրը մտածում է իր բիզնեսի համար ինչ անի, նա չի կարող դրանից անջատվի եւ լայնախով որոշում ներկայացնի։ Որոշեք։ Ու դա պետք է դասը լինի։ Պահակ անգամ պետք է չընդունեն, եթե այդ պահակը ավելի բիզնես է ունեցել։ Ու հիմա շարունակում է ունենալ։ Պետք է ասեն հեռու գնա, այս շենքից հեռու գնա։ Այսինքն այդ դասը արդեն ստացա։ Իրանը խիստ նախազգուշացում է հղել Արաբական Միացյալ Էմիրություններին Պարսից ծոցի կղզիների նկատմամբ ենթադրել պահանջների վերաբերյալ, կապելով դրանք Աբու Դաբիի ավելի լայն տարածաշրջանային նկրտումների եւ գաղութային տերությունների հետ դաշինքների հետ, ԱՄՆ-ի հետ նաեւ պայմանավորվածություն, ասма Սուդանի հարցում եք դուք մեղավոր, Եմենի հարցում եք դուք մեղավոր, այդ վիճելի կղզիները, որ կա Պարսից ծոցում։ Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Ակբար Վելայեթին դիմել է Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին հետևյալ հարցով. արդյոք իրանական կղզի վերաբերյալ բազմիցս հնչող անհիմն պահանջները գաղութատիրական տերությունների հետ ձեր համագործակցության մասն են։ Վիլայեթին ընդգծել է, որ իրանական ժողովրդի համբերությունն անսահման չէ։ Սա էլ ուզում եմ ասել, որ նկատի ունենանք, որ սա էլ է առաջացնելու խնդիր, որ վաղը մյուս օրը նաև Իրանը լարվածություն է առաջացնելու, իսկ Իրանը մեր հարևանն է եւ Իրանը այս լարվածությունը էլի Ամերիկայի թեմայով անում, ու պետք է այդ ուղղությամբ բավական ուշադիր լինել, որ վաղը մյուս օրը մենք այդ խնդիրների մեջ չհայտնվենք։ Իհարկե մի բան էլ այսօր հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը մի խումբ քաղաքացիների հետ իրանց կատարած այցի ժամանակ հայտարարել է,
Այս պատը մեր անվտանգության ապահովման գործիքն է, նշել է Հայաստանի վարչապետը, ցույց տալով Հայաստան-Ադրբեջան տարածքը, սահմանազատող Կիրանցի պատը։ Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումն է։ Այս պատը կարող էինք չկառուցել, չնայած սիմվոլիկ առումով պատը շատ կարևոր է, որովհետև երբ ասում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունն է ճանաչել, ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում և որտեղ ավարտվում Հայաստանը, և ես գիտեմ, որ այս պատի մոտ իմ լիազորություններն ավարտվում են, նշել է Հայաստանի վարչապետը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել ենք, բայց դա արել ենք, որպեսզի մենք ինքներս ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը, հավելել է վարչապետը։ Նախ Էրեկ Ալիևն ասում էր, որ մենք պետքա վերադառնանք մեր հայրենիք, չէր ասում Հայաստան, գալու ենք մեր պատմական հողերին տեր կանգնենք, հենց Էրեգը ասե, Նիկոլ Փաշինյան, այսօր Ալիևի հետ խաղաղությունից ես խոսում, պատից ես խոսում, Էրեկ արդեն ինքը սիմպոզիում է անում, ասում է համաժողովի արդյունքում մենք պետք է հասնենք նրան, որ ամբողջ աշխարհին դիմենք ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա վերադառնանք մեր հայրենիք և վերականգնենք մեր հուշարձանները և այլ, և այլ, և այլ, և այլ։ Նիկոլ Փաշինյան ով պետք է հակադարձի։ Մեզ շանտաժ ես անում, ասում ես խաղաղություն չեք ուզում, խաղաղություն ենք բերել, այս պատին նայեք։ Մենք էլ ասում ենք, այդ պատը հանգիստ կարող են շրջանցել, որովհետև ասում են գալու ենք ավտոներով մտնենք։ Մեզ տանկերով պետք չի, ավտոներով կմտնենք, որովհետև հայ հասարակությանը Նիկոլ Փաշինյանը պատրաստում է խաղաղության, այսինքն հասարակությունը պատրաստ է խաղաղություն, որոնց որ փաստում են նաև միջազգային տարբեր ֆորումներում, նաև Հայաստանի պաշտոնյաները, որ մեր հասարակությունը խաղաղությանը պատրաստված է, ժողովուրդ ջան, հանգիստ եղեք։ Այո, մեր հասարակությանը պատրաստում եք, Ադրբեջանը իր հասարակությանը պահանջատիրությանն է պատրաստում։ Ու չի ասում Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեմ ճանաչում, ասում է դա մեր հողերն է, գալիս ենք այդ։ Հայաստանը ամբողջական է, բայց մերն է։ Նիկոլ Փաշինյան բան չունես ասելու, հա, բայց ամենահետաքրքիրը որն է, ասում է այս պատը հատուկ քաշել ենք, մի հատ այս մասը ուզում եմ ասեմ, որ ասում է ես հիմա գիտեմ որտեղից է սկսվում, որտեղ է ավարտում, եւ ես գիտեմ, որ այս պատի մոտ իմ լիազորություններն ավարտվում են։ Այ մատ, այս մարդուն պարզվում է պատա պետք որ լիազորություններն ավարտեն։ Առավոտից իրիկու որ սահմանադրությունը խախտում է, գիտեք ինչի։ Սահմանադրության գիրքը դրած է, ախր դեմը պատ չեք քաշե, այ ժողովուրդ, այդ մարդուն դուք ինչի եք մեղադրում։ Եկ չեք ուզում մարդը խախտում անի, հասկանա իր լիազորությունն ավարտվում է, պատը քաշեք դեմը էլի, ցանկալի կլի 4 պատ, սենց քաշեք մի տեղ ճաղերով, որը լինի ավելի լավ կլինի։ Ու այս մարդը երկիր է ղեկավարում, ու իր պատկերացրած լիազորությունների ավարտը պատին ձերտալն է, որ իմանա անդեղի ծենքում իր լիազորությունը չունի։ Բա դրա համար ենք ասում, որ Հայաստանը պետք է Եվրամիության անդամ լինի, որտեղ Բելգիայի եւ Նիդերլանդների արանքում 478 կիլոմետր սահման ունեն մեկը մեկի հետ։ Եվ այնտեղ անցնում է ասենց խաչիկներով սահմանը առանձնացրած է, որոշ տեղեր էլ գծերով։ Իսկ տեղեր էլ կա, որ մտնում է սրճարան, սրճարանի այս կողմը Բելգիայի սրճարանն է, այս կողմը Նիդերլանդներինն է։ Եվ այնտեղ ուրիշ օրենք է գործում, այնտեղ ուրիշ։ Շենքի մեջով մտնում եւ անցնում է դուրս է գալի։ Նորմալ ապրում է, շենքի այս քաղաքացիները բելգիացի են, այս քաղաքացիները Նիդերլանդներից են։ Ու այդ սահմանը պատ քաշած չի։ Ազատ է այդ սահմանը, որովհետև մտքի թռիչք ունեն, հասել են դրան։ Երբ որ ասում ենք դա ենք ասում։ Եկել ասում ես, այս պատը տեսնում եք, իմ լիազորությունները չափեցինք։ Այս խելքի է այս մարդը, բացի այն, որ չի հակադարձում Ալիևին։ Ալիևի անունից խաղաղություն է մեզ խոստանում, պատը ցույց տալով։ Ալիևն ասում է դու հանգիստ եղի, հեսա հենց ընտրվեց, գալու ենք Հայաստանը վերցնենք։ Եվ պատահական չի, որ նույն մի հատ քննարկում էլ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վերահաստատել է, որ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վերաբերյալ Ադրբեջանի կողմից կիրառվող միջանց եզրույթն ընդունելի չէ հայկական կողմի համար։ Վաշինգտոնի գագաթնաժողովում Հայաստանի, Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի ղեկավարները ստորագրել են փաստաթուղթ, որում այդ ճանապարհը կոչվում է TRIP։ Մենք խոսում ենք այս եզրույթի մասին, ասել է Գրիգորյանը։ Քննարկման ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հայտարարել է, որ
Կարևոր է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը տրանսպորտային հաղորդակցության եւ կապակցվածության վերաբերյալ, շեշտելով, որ այս կոնտեքստում Ադրբեջանում կիրառում է Զանգեզուրի միջանց տերմինը։ Շարունակելով միտքը, Հաջիևը շեշտել է, Ադրբեջանում գիտեն, որ այս հարցում հայկական կողմն այլ մոտեցում ունի, հույս հայտնելով, որ երկու երկրների միջև միակ խնդիրը կլինի տերմինոլոգիան։ Բայց նախ եթե գիտես, որ դա Հայաստանում այլ կերպ է ընդունվում, Հայաստանի հետ գնում եք խաղաղության, նույն Արմեն Գրիգորյանն ասում էր, մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության։ Դու ինչի ես համառորեն կրկնում Զանգեզուրի միջանցք, եթե գիտես, որ դա մեր մոտ լարվածություն է առաջացնում։ Դուք մի հատ տերմին չեք կարողանում ստիպեք Ադրբեջանը դրանից հրաժարվի։ Դուք ինչ ճոռոմ բաներից եք խոսում։ Ու բացի դրանից Բան չի չէր մի հատ էլ Արմեն Գրիգորյանն ասում, Էրեգոր Ալիևն ասում էր, պետք է վերադառնանք մեր պատմական հողերը, բոլորով մի 300,000 մարդով, գանք մեր եկեղեցի իրանց մզկիթները վերականգնեն, հուշարձանները վերականգնեն, դա իրանց հողերն աբդիգան տեր կանգնեն։ Բա դա ինչի չէր մի հատ, դա ով պետք է ասեր։ Միջազգային ֆորումում դա չեք ասում։ Փաշինյանը Կիրանցի պատի մոտ դա չի ասում, պատը տեսելա ու վերջ։ Գիտի տեից ենքում արդեն Ադրբեջանն իր լիազորությունը պրծել է։ Բայց ոնց որ թե այդ պատին նայելով Ալիևը ասում է, որ Հայաստանը պատից ենկոմ էլ է իմը։ Բան չի չեք մի հատ ծպտումներդ, ինչի դուրս չի գալի։ Բակայն եք ասեք ժողովուրդ ջան, բա մենք մեր հասարակությանը պատրաստում ենք խաղաղության, որքանով է դրա նորմալ, եթե ընդամենը 3 Ադրբեջանի նախագահ գիտաժողովի ժամանակ հատուկ գիտաժողով վերականգնել իրանց պատմական հուշարձանները եւ վերադառնալ իրանց հայրենիք։ Այդ կարգի գիտաժողովի ժամանակ խոսում է վերադարձի մասին։ Բա միջազգային ֆորում էր, Դոխայում գնացել եք, Կատարում գնացել եք, հանդիպել եք։ Բա դա այնց հարմար առիթ։ Բա ասեիք, այս ձևի եք խաղաղության ձգտում։ Դուք ես հա բայց ոնց ասեին։ Եթե ասեին նշանակում է իրան կասկածի տակ են դնում խաղաղությունը, բա Փաշինյանը խաղաղություն է բերե, բա ոնց կարան կասկածի տակ դնեն։ Բա սա է, չէ։ Եվ այս հարցերը պարբերաբար ծագելու է, քանի ընտրությունը մոտեցավ, այնքան այդ հարցերը սրվելու են, որովհետև Ադրբեջանը ասելու է, ես քեզ օգնելու եմ, դու ընտրվես, դու էլի մուզածը տալու ես։ Ու այդ ընտրությունը լինելու է հենց դրա արդյունքը։ Դրա համար պետք է շափազանց զգույշ ելնել եւ շատ զգոն ելնել, թե ինչ է առաջիկայում սպասում մեզ։ Էլ չենք ասում աշխարհակաղակական այն զարգացումները, որոնք տեղի են ունենում, որը չի կարող ազդեցություն չունենալ մեր երկրի ու մեր տարածաշրջանի վրա։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։